ով կբարձրաձայնի, թե ինչի մասին է խոսքը։ Շնորհակալ եմ շատ, Աստված օրհնի բոլորին։ Իմ կյանքում այդ անակնկալը մի անգամ ինձ նվիրեցին ու ինձ մեծ բավականություն տվեց։ Հիմա ես ուզում եմ, որ այսօր Վարդանի ծննդյան օրվա կապակցությամբ ես բաժանեմ բոլոր հյուրերին, Աստված օրհնի բոլորին, մի հատ Աստվածաշնչից տեղ կկարդամ ու կուզենամ, որ բոլորը ձեր ընտանիքներում կարդաք Աստվածաշունչը, որովհետև մենք կանչված ենք որպես քրիստոնյա, բայց չենք ապրում որպես քրիստոնյա։ Ես ուզում եմ, որ մի հատ հատված կկարդամ, բոլորս միաձայն կանգնենք, աղոթք անենք եւ գրքերը բաժանենք։ Խնդրում եմ, որ ամեն ընտանիք վերցնի մի հատ գիրք ու խնդրում եմ, որ անպայման կարդացեք, որովհետև եթե չկարդաք, այդ գիրքը ձեր ընտանիքներում օրհնություն չի լինի, պիտի բացեք կարդաք, որ օրհնություն լինի։ Դրա համար մի հատ հատված կկարդամ, ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար, նախ հրեայի, ապա նաև հույնի։ Խնդրում եմ կանգնենք, հայր աղոթք անենք, որտև Աստված մեզ ամեն օր կյանք է տալու, ուրախանալու համար, ապրելու համար, բայց մենք պիտի չմոռանանք մեր Աստծուն, որի անունով որ կանչված ենք Տեր Հիսուս Քրիստոս։ Աստված օրհնի բոլորին։ Շնորհակալ եմ այս առիթի համար։ Վարդան ջան, ծնունդդ շնորհավոր, Աստված օրհնի քո ընտանիքը, քո հյուրերին, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Դեպանվենք, աղոթենք։ Հայր մեր, որ երկնքում ես, Սուրբ եղեցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղեցի կամ քո, որպես երկինս եւ երկրի հացն է հանապազոր, տուր մեզ այսօր, ների մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտաբաներին, եւ մի տանի մեզ փորձության, ապա չարից ազատի, քանզի քոնն է արքայությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն, եկեք ծափարենք Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հավանուրանա, Աստված օրհնի բոլորին։